Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուզում հասկանամ պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի վրա հարձակում լինում են զինվորները, որոնք որ մահացել են եւ այն պատերազմը, որը որ եղել է ոչ մեր պատճառով, ոնց կարելի է կապել քաղաքական ղեկավարության հետ, ուզում հասկանամ։ Հիմա եթե ես հարձակվեմ ձեր վրա, ներողություն եմ խնդրում, եթե ես հարձակվեմ ձեր վրա, դուք եք, այ ապրեք, за что, ուրեմն դուք եք մեղավոր, լուրջ, այդ ոնց է տենց ստացվում։ Ասում եմ Փաշինյանը ճանաչել էր Արցախն Ադրբեջանի կազմում արդեն եւ չպետք է շարունակել։ Չէ, տենց չի ասում նախ, հետո Ղարաբաղի ճանաչումը եղել է Պրահայում, արդեն պատերազմից հետո է եղել եւ դրանք համեմատություններ անցկացնել, ես հասկանում եմ շատ անգրագետ մարդու համար դա շատ բաց գործելավոճ է եւ հայտնի գործելավոճ է։ Դե գիտեք ինչ, հիմա գիտեք ինչ, մի կասի դե ես դա նկա, լսեք, քաղաքական գործիչները շատ հաճախ նման բաներ ասում են, ես էլ եմ նման բաներ անում, մնացած քաղաքական գործիչներն են նման բաներ ասում, բայց կա փաստ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև լարվածություն 2018 թվականին լավատեսություն չէր նշնչում, ցիտում եմ Սերժ Սարգսյանին եւ գտնվում էր փակուղում, դրանից առաջ կար ապրիլյան պատերազմ, հետո իրանք անընդհատ երբ որ ընտրություններն էր վարչապետ 2018 թվականին ասում էին, բա Ղարաբաղի հարցը ոնց է, բաստեղ, չեք հիշում, այդտեղ վարչապետին հարցեր էին տալիս դրա հետ կապված, մենք էլ զարմանում էինք, ասում ենք ինչի՞ է դա կապված էր նրա հետ, որ մենք շատ լավ գիտեին, որ պատերազմը սպասվում եւ այդ պատերազմը իրենք որոշեցին թողնել եկող իշխանությունների վրա, որովհետեւ եթե Աստված մի արածցի, օրինակ Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար կամ Ռոբերտ Քոչարյանը լիներ երկրի ղեկավար, իրանց Հայաստանի ժողովուրդը չէր խնայելու եւ չէր ներելու եւ չէր հասկանալու ինչ արեց 2021 թվականին մեր հետ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հայ-ռուս պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել եւ ոչ մի խաղաղության փաստաթուղթեր չլինել։ Նախ իրանք դա ասում էին հենց պատերազմից հետո եւ երկրորդը Ռոբերտ Քոչարյանը, երբ որ պարտության սիմվոլներից է խոսում, թող հիշի, որ ինքը երբևիցե հաղթանակ չի տարել քաղաքական դաշտում, նա միշտ պարտվել է բոլոր ընտրություններում, իսկ պատերազմի դաշտում իր անձամբ իր մասնակցության հետ կապված, այ լավ հարց տվեցիր, ասիր դու անձամբ տեսել ես Ռոբերտ Քոչարյանին պատերազմի դաշտում չի հաղթել։ Ես կարամ դրան հարցով պատասխանեմ, թեկուզ ռետորական, որ քո կողմից պատասխանի կարիք չի լինում։ Իսկ դուք տեսել եք իր մարտավարական անցած ուղին եւ այդ մարտավարական անցած ուղու ապացույցները։ Ես անձամբ կարծում եմ, որ շատ մեծ կասկածի տակ է։ Միակ հին վիդեոն, որ տեսել եմ, այդ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան հարցնում է, ասում է հայր մերը գիտես, դրանից առաջվա տեսանյութ ես չեմ տեսել, իսկ ես այնտեղ տենց մարտական ուղի անցած խիզախ մի զինվորի մի ոյնի չտեսա։ Մեջ լավ նկարագրել այն։ Դուք իր գիրքն եք կարդաց, Աստված իմ։ Նիկոլ Փաշինյանը Էդ էլ ասեմ, այդ ձեր ընտրությունն է, բայց ոնց կարելի է Քոչարյանի գիրք կարդալ։ հայ-ռուսական հարաբերությունը Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ռազմավարական մակարդակի վրա բերվի եւ նա ըստեյության Ռոբերտ Քոչարյանը եւ նա ըստեյության ասում է, որ միութենական պետության մասին երբևէ խոսակցություն չի եղել, Բելարուսի նախագահ անգամ իրեն այդ մասին երբևէ չի խոսել եւ այս ամենը կեղծ օրակարգ է եւ միությունավոր իշխանությունը այս օրակարգը բերում է առաջ, որպեսզի լարվածություն ստեղծի ժողովրդի մոտ, որ մենք ինքնիշխանությունը այսպես կամ անկախության պահապաններն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանը ուզում է միութենական պետության մեջ մտնել։ Բայց նախ ինքը իր նախ Բելարուսի նախագահան դրա մասին բարձրաձայն ասել է։ Իսկ մենք բոլորս լավ գիտենք, որ քաղաքականության մեջ հաճախ լինում է, որ մեկ-մեկ ոչ ուղիղ ձևով է ասվում այն բաները, որը որ պետք է ասվի։ Հիմա պարտադիր էր Ռուսաստանի Դաշնության նախագահը նման հրապարակային մեզ առաջարկ աներ, չէ, քաղաքականության մեջ հաճախ դες բան, իսկ Բելարուսի նախագահը, որ այդ միութենական միության եթե ոչ հավասար, ապա առնվազն երկրորդ ներկայացուցիչն է ասել է։ Մյուսը Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, այն որ ասում էր վերպետական որևիցե ինքը դրա մասին խոսել է։ Նաև այն մարդկանց, այն քաղաքական ուժերին, օրինակ Վարդանին Ղուկասյան, որ իրանք պաշտպանում են, այդ մարդը արդեն բաց է ասել։ Այսինքն ինչ, ուզում եք իր այդ
ամեն ձև այդ խուսափել ասել, դե ես չեմ ասել, ուրեմն հիմա ես հարցազրույց տամ, վարչապետը ասի, դե ես այդպես բան չեմ ասել, ասենք ինքն է ասել։ Օրակարգում նման հարց չկա եւ նման մտադրություն չկա, Ում օրակարգում։ Առասարակ Ռուսաստանի օրակարգում եւ ինքը չէ որ դա պետք է իրականացնի։ Լսեք, երբ որ կրնի պատասխանեմ։ Չէ, շարունակող ուղղակի, 10 տարի իշխանության է մնալ, եթե պետք լիներ, այդ ժամանակ կդառնայինք, եթե ցանկանայի դառնալ միութենական պետության անդամ։ Դե նախ եւ առաջ այդ process-ը պետք է տնտեսական առումով վերջ ավարտին հասցնել եւ դրա համար տեղի են ունենում գույք պարտքի դիմաց գործարքները, գազատարի դուք հասկանում եք որ ասենք այն ինչ որ մենք էներգետիկ առումով հիմա կախվածություն ունենք, այդ դրա խնդրը եւ դրա հիմնական անողը Ռոբերտ Քոչարյանն է, դուք հասկանում եք դա։ Գնացել է, եղել է, կներեք էլի ժողովուրդը թողներ ինձ հայերեն ոչ այքան հայերեն ու գրական բառեր օգտագործել, գնացել է խողովակը, որը որ նախատեսվել է Հայաստան այլընտրանքային էներգակիր գազ բերելու համար, բանը փոխել է տրանզիտայինից, որ թեորապես եմ ասում, որը որ կարար օրինակ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարել, բանը փոխել է, դիամետրը փոքրացրել է, բա այդ նախապատրաստական փուլը կապը, դուք հասկանում եք, ասենք, չգիտեմ, հեղափոխություն անելու համար Լենինի այդ տենց հիմնական սկզբունքներից մեկը, որ դու պետքա կապը վերցնես, կապը Արմենցել է, հիմնական բաները հանել այն 200 միլիոնը, տեսեք ինչ 250 միլիոնի դիմաց, որ հիմա մեղադրվում է, հա ինքը 200 միլիոնի համար, 250 միլիոնի դիմաց տվել է այլ երկրի, էլ չեմ ասում, որ ներողություն, բայց ստեղել է ինքը ստում, որովհետև այն ժամանակ այտենց օրակարգ Ռուսաստանը դեռ չի ունեցել, օրակարգները փոխվել են, ասենք այն օրակարգը, որը ունեցել է Ռուսաստանը 2000 թվականին, այնտեղ խոսացվել է Ռուսաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, լուրջ եք ասում, այսինքն ինքը ում է ուզում էշի տեղ դնի, ինքը մտածում է, որ ինքը անգրագետ է, մնացած բոլորը անգրագետ են, իսկ ինքը անգրագետ է եւ անգրագետ է։ Պարոն Սիմոնյան, Շողից մի րոպե